շատ ծնողներ գերազ էին, որ իրենց երեխեն պատերազմից հետ գար, բայց իմ երեխեն հետ եկավ ու ծառայությունը շարունակեց, հարգելի լրագրողներ, շարունակեց Գորիսի չաստում, Կորնի ձորի դիրքերում 3 երեխա, 3 զինվոր, անմեղ զինվոր, ծնողներն կանգնած են, անմեղ զինվոր քնած ժամանակ դիրքի ավակի գլխավորությամբ Ենտագայի կողմից դարձելով Ենտագային ու չգիտեմ կարամ ասեմ ինչի հիման վրա ինչ վատ բաներ արել իր Ենտագային ու դրտելա որ չիմանան մեր երեխեքն չիմանան այդ չաստում չտարածվի այդ խուլիգանությունը ինչ որ ինքն կատարել է դրա հիման վրա դրտելա իր Ենտագային եւ սպանելա քնած ժամանակ 3 զինվորի ծնողներով կանգնած ենք դժգոհ ենք դադավորից դժգոհ ենք այսօրվա դատից 3 ամսով նման հանցագործին որ ծանոթանանք կարանք տրամադրենք այդ նման հանցագործին տնային կալանքով ապահովելու համար շատ դժվար է մեզ համար այսօրվա դադավորի կայացրած որոշումն Ինչ եք անելու, փաստաբանները բողոքել ներկայացնելու ճիշտով։ Դե փաստաբաները բողոքել են Վճռաբեկ դադան, չգիտեմ ինչքան ժամանակից Վճռաբեկ դադանի պատասխանը կգա, բայց կապ չունի, եթե Վճռաբեկ դադանը չի որոշե, դադավորն իրավունք չուներ տնային կալանք տրա, որովհետև նման հանցագործին ահա որ հանցանքա կատարել իր Ենտագայի նկատմամբ մինչև անգամ ինքնածառայցի նկատմամբ մինչև անգամ ինքնախոստովանական կա ծառայագիցն ինչա կատարել դիրքի ավակն իր հանդեպ չգիտեմ դժգոհ ենք ես մնացած ծնողներն էլ եթե խոսք ունեն તો իրանց խոսք Ալիքը հիմա այս գործով դատարանից որն է դուք ինչ եք ակնկալում դատարանից Ինչ ակնկալ ենք մենք ակնկալում ենք որ արդար դատավարություն տեղի կունենա վերջը գրավի դիմաց իրավունք չունեին անեին տնային կալանք տային մանավանդ նման հանցագործին կա բոլոր փաստերը կա բոլոր ապացույցները կա տնային կալանքով ավարտվել իրավունք չունեն Շատ դժգոհ ենք, դատարանից շատ դժգոհ ենք, չգիտեմ